Միացյալ Նահանգները ձգտում է գերիշխել համաշխարհային էներգետիկ շուկաներում եւ Ռուսաստանի հյուսիսային հոսք եւ հյուսիսային հոսք 2 գազատարները դիտարկում է որպես իրենց հաջողության թիրախներ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Վենեսուելան վառ օրինակ է։ Նշվում էր, թմրանյութերի ապօրինի շրջանառության ռեժիմը պետք է հեռացվի։ Վերջի վերջո ամեն ինչ ավարտվեց այնպես, որ Միացյալ Նահանգները վերահսկողություն ստանձնեց Վենեսուելայի նավթարդյունաբերության նկատմամբ։ Նույնը կատարվում է նաև Իրանի հետ։ ԱՄՆ նախագահը ըստ էության ուղղակի տեքստով ասաց, որ ցանկանում է Իրանի հետ համատեղ վերահսկել Հորմուզի նեղուցը։ ԱՄՆ-ն այժմ նաև ասում է, որ ցանկանում է հյուսիսային հոսքերը վերցնել, ասել է Լավրովը։ Իսրայելի բանակը Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներ է հայտնաբերել։ Հանրությանը խստիվ կոչ է արվում հետևել հրահանգներին, դա կյանքեր է փրկում, հայտարարել է բանակը։ Նույն տեղեկատվությունը հաղորդել է նաև իրանական Ֆարս գործակալությունը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ստում է, երբ պնդում է, թե ԱՄՆ-ի կողմից հանրապետության անվտանգության երաշխիքները կախված են Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Դա սուտ է, շատ ցավալի է, որ նա ասել է դա, պատասխանել է Ռուբիոն լրագրողների հարցին։ Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային բացատրել է Ռուսաստանի դիրքորոշումը Դոնբասի հետ կապված եւ այժմ ընտրությունը Կիևինն է։ Ռուբիոն նաև ընդգծել է, որ Զելենսկին տեղեկացվել է, որ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ կստանա իր արևմտյան դաշնակիցների կողմից միայն զինված հակամարտության ավարտից հետո։ Ռուսաստանը ապրիլի 1-ից նախատեսում է ժամանակավորապես արգելել բենզինի արտահանումը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Ըստ աղբյուրի Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը էներգետիկայի նախարարությանը հանձնարարել է պատրաստել համապատասխան որոշման նախագիծ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին, անդրադառնալով նրա հայտարարություններին Դոնբասի վերաբերյալ։ Նա հայտնել է, որ պատմականորեն Դոնբասը, ինչպես նաև Էստոնիան եղել են Ռուսաստանի կազմում։ Վերջինս կտրուկ ձևակերպումներով է արձագանքել Կալասի այն դիրքորոշմանը, թե Ռուսաստանը պահանջում է իրեն չպատկանող տարածքներ։ Նրա խոսքով նման գնահատականները սխալ են եւ անտեսում են պատմական իրողությունները։ Ավելի վաղ վերջինս նաև հայտարարել էր, որ Ռուսաստանում ներկայումս նոր մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկա։ Նրա խոսքով պայմանագրային զինծառայողների թիվը բավարար է հատուկ ռազմական գործողության շրջանակում առաջադրված խնդիրները կատարելու համար։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանում 2 միջուկային օբյեկտների։ Խոնդաբի շրջանում գտնվող ծանր ջրային համալիրը 2 փուլով հարձակման է ենթարկվել ամերիկա-սիոնիստական թշնամու կողմից։ Այս հարձակումների արդյունքում զոհեր չկան եւ հաշվի առնելով նախապես ձեռնարկված անվտանգության միջոցառումները տարածքի բնակչության համար սպառնալիք չկա, հաղորդում է Ֆարսը, հղում անելով տեղի իշխանություններին։ Ըստ իրանական Թասնիմ եւ Մեհր լրատվական գործակալությունների ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում արդեն մոբիլիզացվել է ավելի քան 1 միլիոն իրանցի։ Հնարավոր ցամաքային գործողությունը ոգևորություն է առաջացրել Իսլամական Հանրապետության երիտասարդության շրջանում, ովքեր ցանկանում են ամերիկացիներին պատմական դժոխք պարգևել իրենց հողի վրա եւ զանգվածաբար անդամագրվում են բասիջ կամավորական ստորաբաժանումներին, ինչպես նաեւ ԻՀՊԿ-ին եւ բանակին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում է ուժ ցուցադրել, պնդելով, որ ոչնչացրել է ավելի քան 10,000 իրանական ռազմական թիրախներ եւ իր ռազմածովային նավերի 92%-ը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատել է ԱՄՆ-Իսրայելի կողմից Խոմբադի ռեակտորի վրա հարձակումը։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարված են հասցրել Իրանում ուրանի խտանյութի արտադրության գործարանին, հայտնել է երկրի ատոմային էներգիայի կազմակերպությունը։ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում մարտի 27-ին 3 անձ հայտնաբերվել եւ ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք հայրելու մեջ։ Խոսքը կանազ մշակույթի տան մասին է, որտեղ օրեր առաջ խոշոր հրդ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նախնական տվյալներով 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, կատարվում է նախաքննություն։
Շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։ Պատրաստվել է ճարտարապետական նախագիծը, թե եռաչափ վիզուալիզացիա եւ անիմացիա։ Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական եւ իրավական խոչընդոտների հետևանքով։ Վերջերս էլ ընդունված օրենսդրական փոփոխություններով եկեղեցուն այլևս հողատարածք չեն տրամադրում։ Այս մասին հայտնել է Մայրաթոռը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած ակտիվիստ Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով։ Ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն Միքայել Մարգարյանը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով ուղիղ եթերում 2026 թվականի մարտի 26-ին Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյել եւ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն, հայտնել են քննչական կոմիտեից իդեպ նշենք, որ Ալեն Սիմոնյանն իր հերթին հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին։ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով միջադեպին նշել էր, որ տեղի ունեցածը քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ 3 միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի հարևանությամբ, հնչել էին փոխադարձ հայհոյանքներ։ Լսվել էր նաեւ, թե ինչպես է հայհոյում Ալեն Սիմոնյանը։ Միջադեպից հետո 2 քաղաքացի բերման էր ենթարկվել եւ տեղափոխվել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, այնուհետեւ ազատ էին արձակվել։ ԿՊԱ-ականներն այսօր անդրադարձել են Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին եւ գնահատականներ տվել պաշտոնյայի պահվածքին։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մասնավորապես ասել է, որ չի դատապարտում արարքը։ Ոչմեկի չեմ դատապարտում, բայց հայոյան քաղաքայությունից է կապ մեծ է։ Իսկ Փաշինյանի պահվածքը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է, թե տեղյակ չէ միջադեպից։ Ես անկեղծ եմ ասում, հենց նոր առաջին անգամ ձեզանից լսեցի որևէ միջադեպի մասին, չգիտեմ։ Նայում Facebook չեք մտնում։ Ցավոք սրտի անկեղծ եմ ասում։ Կատակ չեմ անում, այո, ես այդքան շատ Facebook-ում չեմ լինում, այսօր անպայմանորեն կծանոթանամ, որպեսզի կարողանամ կարծիք Հայհոյանքին պատասխանել է հայհոյանքով, պարոն Ավինյան։ Ես եկեք ես կնայեմ, նոր կկարողանամ մեկնաբանել։ 100% պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը վիճարկի այսօրվա խաղաղության կոմպոնենտները։ Այս մասին քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական ընտրությունների ընթացքում ունեցած ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ընդդիմությանը։ Եվ հետևաբար, եթե այս քաղաքական ուժերը գան իշխանության եւ անեն այն, ինչ իրանք խոստանում են անել, իսկ իրանք ինչ են խոստանում անել, վերանայել այն խաղաղությունը, որ այսօր կա, հասկանում եք։ Եթե իրանք ասում են վերանայում են, նշանակում է դա ավտոմատ հրաժարվել այս խաղաղությունից։ Իսկ դա նշանակում է ավտոմատ հրաժարվել միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց, հրաժարվել սահմանազատման սկզբունքներից, հրաժարվել ապաշրջափակման սկզբունքներից եւ թրիփի իրագործումից, հրաժարվել Ղարաբաղյան շարժումը չշարունակելուց։ Սա ավտոմատ 100%-ով բերելու է պատերազմ։ Հիմա մի վարքան։ Հիմա հետեւաբար ավելի կոռեկտ կլիներ, որ դուք ձեր հարցը ոչ թե sense ձևակերպեք։ Միշտ դուք ասում եք, եթե մենք պատերազմ ընտրվեք, պատերազմ չի լինի, այլ ասեք։ Միշտ դուք ասում եք, որ եթե ընդդիմադիր ուժերը ընտրվեն եւ անեն այն քաղաքականությունը, որ իրենք խոստանում են եւ կլինի պատերազմ, այդտեղ շարունակեք։ Մեկը մի բան էլ ասում են, հաճախ ասում են, դուք վախեցնում եք պատերազմով, սպառնում եք պատերազմով, Ժորժ ջան։ Եթե մենք Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որ հիմա վարվում է, պատերազմից վախենալու ընդհանրապես որևէ պատճառ չի։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները։ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը նաեւ քննարկել են տարածաշրջանային եւ բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Վարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության եւ ԱՄՀ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությանն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՀ-ի կողմից Հայաստանի համար հաստատված նոր ծրագրի շրջանակում տրամադրվելիք միջոցները կնպաստեն կառավարության բարեփոխումների առաջ մղմանը։ Ալեքսանդր Թիմանն ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության արդյունավետությունը եւ նշել, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել գործակցությունը համատեղ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ։ Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը եւ հետագա ծրագրերին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական դիմակայության ապահովմանը, զարգացման տեմպերին, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։ Չեխիայի ներքին գործերի նախարար Լյուբոմիր Մետնարը խստորեն դատապարտել է Պրահայում գործող ռուսական տան մշակութային կենտրոնի վրա իրականացված հարձակումը, այն որակելով որպես լուրջ հակաօրինական գործողություն։ Նրա խոսքով նման միջադեպերը սպառնալիք են հանրային անվտանգությանը եւ չեն կարող ընդունելի համարվել, անկախ օբյեկտիվ բնույթից կամ պատկանելիությունից։ Նախարարի հայտարարության համաձայն ոստիկանությունը արդեն զբաղվում է գործով, շարունակվում է իրավիճակի մշտադիտարկումը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են լրացուցիչ անվտանգության միջոցներ կիրառել։ Դեպքի հանգամանքները դեռևս ամբողջությամբ պարզված չեն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակման օրը կարող էր ընտրված լինել միտումնավոր, համընկնելով Չեխիայում ռուսական մշակույթի օրերի ավարտական միջոցառման հետ։ Առայժմ անհայտ է հարձակումը իրականացրել է մեկ անձ, թե կազմակերպված խումբ։ Քննիչները հավաքում են ապացույցներ եւ ուսումնասիրում տեսախցիկների գրառումները։ Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ քաղաքի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Հաղորդում է Ֆարս լրատվական գործակալությունը, հղում անելով տեղական իրավապահ մարմիններին։ Նրանց տվյալներով եւս 10 մարդ վիրավորվել է դեպքի վայրում, որոնողական փրկարարական գործողություն է ընթանում։ Նախկինում տարածված հաղորդագրություններում նշվում էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 6 քաղաքացիական անձ։ Միլիարդավոր դոլարներ ոչ միայն հոսել են արևմուտքից Ուկրաինա, այլև հոսել են հակառակ ուղղությամբ, խախտելով օրենքը, երկրի ղեկավարության ցուցումով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նշելով, որ Վոլոդիմիր Զելենսկու պահարանից կմախքներ են ընկնում։ Կառավարության ղեկավարը մեկնաբանել է Just the News առցանց հրատարակության հաղորդագրությունը, որ 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին Ուկրաինայի իշխանությունները պլանավորել են ամերիկացի հարկատուների միջոցներից հատկացված 100 միլիոնավոր դոլարներ հետ ուղարկել Վաշինգտոն Ուկրաինայի մաքուր էներգիայի զարգացման համար։ Գումարը նախատեսված էր այն ժամանակվա նախագահական դեմոկրատ Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար, որը մրցում էր հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ։ Այլ կերպ ասած, դեմոկրատների քարոզարշավը ֆինանսավորվել է ուկրաինական միջոցներով։ Նույնը կատարվում է նաև Հունգարիայում։ Նրանք ուզում են Ուկրաինամետ կառավարություն, նրանք ուղարկում են Ուկրաինամետ գործակալներ, նրանք օգնում են Ուկրաինամետ ընդդիմությանը, հայտարարել է Օրբանը։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը քննադատել է ԱՄՆ առաջարկը Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասից դուրս բերելու մասին, այն որակելով վտանգավոր եւ շահավետ Ռուսաստանի համար։ Նրա խոսքով նման մոտեցումը կարող է վերածվել ծուղակի Կիևի համար եւ խաթարել տարածաշրջանային հավասարակշռությունը։ Կալասը նշել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ փորձում է բանակցությունների միջոցով հասնել այն արդյունքին, ինչին չի կարողացել հասնել ռազմական ճանապարհով։ Նա ընդգծել է, տարածքների հարցում նման զիջումները անընդունելի են եւ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև զգուշացրել է նման պահանջները Ռուսաստանի կողմից կիրառվող սովորական մարտավարություն են, հավակնել այն տարածքներին, որոնք երբեք իրեն չեն պատկանել։ Միաժամանակ նա կոչ է արել ԱՄՆ-ին ավելի ակտիվ աջակցել Ուկրաինային եւ նվազեցնել իր ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, քանի որ նավթի գների աճը թուլացնում է Կիևին աջակցությունը եւ ուժեղացնում Ռուսաստանի դիրքերը։ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Դաշնության կրթական ոլորտի պատվավոր աշխատող Թամարա Վարդանյանը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև մշակութային եւ հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհակալագրով։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել մարտի 26-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը։ Ռուսաստանի Դաշնության
հանրապետության նախագահի անունից մրցանակը հանձնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը։ Իր ելույթում Ռուսաստանի Դաշնության դեսպանը նշեց, որ յուրաքանչյուր մրցանակ Ռուսաստանի խորը երախտագիտության վկայությունն է նրանց նկատմամբ, ովքեր իրենց աշխատանքը նվիրել են հումանիտար կապերի ամրապնդմանը, մշակութային երկխոսության զարգացմանը եւ երկու երկրների պատմական հիշողության պահպանմանը։ Մեր մասնաճյուղն ամուր եւ հուսալի կամուրջ է մեր երկրների միջև եւ մենք հպարտանում ենք դրանով։ Այս մրցանակը միայն իմը չէ։ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ողջ թիմը հաստատուն կերպով կանգնած է իմ կողքին։ Մենք աշխատում ենք մեր առաքելության կարևորության գիտակցմամբ եւ գիտենք, որ նույնիսկ փոքր ներդրումը կարևոր է մեր երկրի միջև մշակութային եւ մարդասիրական կապերի զարգացման համար։ Շնորհակալություն նման բարձր գնահատականի համար։ Դա մեզ մոտիվացնում է ավելի եռանդուն աշխատել։ Երբ խոսքը վերաբերում է մեր ժողովուրդների միջև հարաբերություններին, կարելի է հատորներ գրել, սակայն անփոփոխ է այն գիտակցումը, որ անհնար է խարխլել մեր բարեկամությունը։ Իր հերթին ընդգծեց Թամարա Վարդանյանը։ Մրցանակը Թամարա Վարդանյանի եւ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմի երկարատև համակարգված աշխատանքի գնահատումն է։ Պլեխանովի համալսարանը հանդիսանում է առանցքային հարթակ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կրթական ու մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաեւ միջմշակութային փոխազդեցության եւ երկխոսության խթանման գործում։ Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արևելք մոտ 10,000 զինվոր ուղարկելու հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին հայտարարությունների ֆոնին հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն տարածաշրջանում ամերիկյան զորքերի ուժեղացումը կարող է ներառել հետևակային եւ զրահատեխնիկա, բացի տարածաշրջան արդեն ուղարկված 5000 ծովային հետևակայիններից եւ մի քանի հազար դեսանտայիններից։ Մեծ Բրիտանիայի խորհրդանի ազգային անվտանգության ռազմավարության համատեղ հանձնաժողովի զեկույցի համաձայն Մեծ Բրիտանիան եւ նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցները Եվրոպայում պետք է պատրաստ լինեն ամենավատ սցենարին, որի դեպքում ԱՄՆ-ն չի կարողանա պաշտպանել նրանց ճգնաժամի դեպքում։ Կառավարությունը պետք է նաև մշակի հստակ ծրագիր մյուս եվրոպական դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում ավելի ուժեղ եվրոպական առաջնորդության անցնելու համար։ Ամենավատ սցենարին պատրաստվելիս, որի դեպքում Եվրոպան այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ աջակցության վրա ճգնաժամի դեպքում, կառավարությունը պետք է համագործակցի եվրոպացի գործընկերների հետ, ներդրումներ կատարելու իրենց սեփական կարողություններում, այս հնարավոր դուրսբերումը փոխհատուցելու համար, նշում են զեկույցի հեղինակները։ Խորհրդարանականները կարծում են, որ Մեծ Բրիտանիան պետք է աստիճանաբար հեռանա ԱՄՆ-ի հետ իր երկկողմ հարաբերություններից, որոնք բնութագրվում են միջուկային եւ հետախուզական գործողությունների վրա չափազանց մեծ կախվածությամբ։ Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ին եւ այլ արևմտյան գործընկերներին հայտնել են, որ պատրաստ են ռազմածովային ուժեր օգտագործել Հորմուզի նեղուցում նավարկությունը վերականգնելու համար, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին։ Ամեն պատրաստ է միանալ եւ մասնակցել Հորմուզի նեղուցում հնարավոր գործող ցանկացած բազմազգ ռազմական ուժի։ Երկիրը նաեւ Բահրեյնի հետ աշխատում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Պանաձևի նախագծի վրա նման գործողությունների համար մանդատ տրամադրելու համար։ Նշվում է, որ խոսքը Իրանի հետ պատերազմ սկսելու մասին չէ։ Քուվեյթի Մուբարակ Ալ-Քաբիր նավահանգիստը, որը գտնվում է Էմիրության մայրաքաղաքից հարավ, հրթիռային հարձակման է ենթարկվել, հայտնել է հանրային աշխատանքների նախարարությունը։ Հայտարարության համաձայն Մուբարակ Ալ-Քաբիր նավահանգստի ենթակառուցվածքը ենթարկվել է կրկնակի հարձակման, թշնամու անօդաչու թռչող սարքերի եւ թևավոր հրթիռների կողմից։ Սկզբնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ զոհեր չկան, սակայն օբյեկտը կրել է նյութական վնաս։ ԱՄՆ տիեզերական ուժերի կանավերալ Հրվանդանի բազայից անհայտ հրթիռ է արձակվել Ատլանտյան օվկիանոսի երկնքում, թողնելով սպիտակ հակահրթիռային հետք, սակայն ըստ Florida Today-ի արձակման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արվել։ Հրապարակման համաձայն արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:30-ի սահմաններում, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին։ Մինչդեռ տիեզերական արձակման խոշոր օպերատորներից ոչ մեկը այդ պահին նախատեսված թռիչքներ չուներ։ Առաջիկա արձակման միակ անուղղակի ցուցիչը
օվկիանոսի արևելյան մասում ափամերձ պահպանության եւ հայրենիքի անվտանգության նախարարության կողմից սահմանված անսովոր նավարկության սահմանափակ գոտին էր։ Ֆլորիդա Today-ի ԱՄՆ պաշտպանության նախարարությանը ուղղված հարցումները մնացել են անպատասխան։ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան թույլատրել են ուկրաինական զինված ուժերի անօդաչու սարքերին անցնել իրենց օդային տարածքով Ռուսաստանի տարածքի վրա հարվածներ հասցնելու համար։ Նշվում է, որ եթե նախկինում նման թույլտվությունները տրվում էին ոչ պաշտոնական մակարդակով եւ սահմանափակ դեպքերում, ապա այժմ խոսքը վերաբերում է ավելի բաց եւ համակարգված մոտեցման։ Աղբյուրի տվյալներով ուկրաինական դրոնները հիմնականում արձակվում են Չեռնիգովի շրջանից, սակայն ուղղակի ճանապարհով դեպի Ռուսաստանի հյուսիս-արևմուտք հասնելը պահանջում է շուրջ 850 կիլոմետր թռիչք, ինչը համարվում է գրեթե անհնար։ Դրա փոխարեն առաջարկվող այլընտրանքային երթուղին անցնում է Լեհաստանի եւ Բալթյան երկրների տարածքով, շրջանցելով Բելարուսը եւ թույլ տալով մոտենալ Ֆիննական ծոցին, խուսափելով ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ ոստիկանությունից զանգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ճշտումներ անում։ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարել է, դա բնական է, զանգերն ու հարցերը սովորաբար ակտիվանում են ցանկացած ընտրությունից առաջ։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր մարտի 27-ին շարունակվել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը, որը վերաբերում է նրա պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն։ Այսօր տեղի ունեցած դատական նիստին մեկնարկել է ապացույցների հետազոտման փուլը։ Հիշեցնենք, որ նախորդող դատական նիստերից մեկում հանրային մեղադրողները կարդացել էին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ Գեղամկրչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեից։ Դատարանն արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին։ Ադրբեջանցուն գաղտնի տեղեկություններ փոխանցած կնոջ նկատմամբ վարույթ էր հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Նշվում էր, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։ Դատախազությունից հայտնել են, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու են։ Երեք հայտի դարձավ, որ վիճաբանություն է տեղի ունեցել Վարդենիսի զորամասում։ Դանակահարությունից ստացած վնասվածքներով 3 զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է տեղեկությունը եւ հայտնել, որ վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։ Նախաձեռնվել է վարույթ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։ Կապանում գետի վարարում տեղի չի ունեցել։ Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Սելավատարի պատնեշը։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ մարտի 27-ի ժամը 14:30-ի դրությամբ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում Սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց եւ ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։ Փրկարար ծառայության Կապանի եւ Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատները, ինչպես նաեւ համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները։ Անվտանգության նկատառումներից ելնելով փողոցը փակվել է։ Իսրայելի շտաբի պետ Էյալ Զամիրը կառավարության նիստում զգուշացրել է, որ Իսրայելի բանակը մոտենում է բեկման կետին ձգձգված հակամարտությունից հետո։ Ես բարձրացնում եմ 10 կարմիր դրոշ, ասել է Զամիրը ընդգծելով զորակոչի, պահեստազորի եւ երկարաձգված ծառայության վերաբերյալ նոր օրենքներ ընդունելու անհապաղ անհրաժեշտությունը։ Պահեստազորը չի կարողանա դիմանալ այս դրամատիկ հանգամանքներում, հավելել է Զամիրը։ Նա զգուշացրել է, շուտով ուժերը կդադարեն այլևս պիտանի լինել նույնիսկ առօրյա անվտանգության առաջադրանքներ կատարելու համար։ Նվազագույն գնահատականներով ամերիկացիները 600-ից 800 զոհ եւ մոտավորապես 5000 վիրավոր ունեն։ Հայտարարել է Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Սարդար Շեքարչին։ Նա նշել է, որ հարվածներ են հասցվել հրամանատարական շտաբին, վարչապետի հանդիպման վայրին, միջուկային հետազոտությունների կենտրոնին, ինչպես նաև Իսրայելի բազմաթիվ ռազմավարական եւ հետազոտական պաշտպանական
արդյունաբերական օբյեկտներին եւ նրանք զգալի կորուստներ են կրել։ Նա հիշեցրել է, որ Իսրայելը հայտնել է մոտավորապես 9000 վիրավորի մասին։ Նրանք ընդհանրապես չեն հաղորդում որևէ զոհի մասին, խոսում են միայն վիրավորների մասին։ Իբրև թե մեր բազմատոննայանոց հրթիռները կարող են միայն վիրավորել, այլ ոչ թե սպանել, հավելել է Շեքարչին։ Ոչ ոք չի կարող Իրանին կամ իրանական ժողովրդին վերջնագրեր ներկայացնել, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը։ Նա դիմել է իրանական ժողովրդին։ Իրանի ազգը չեմպիոն է, ձեր 25-օրյա ներկայությունը փողոցներում եւ զինված ուժերի զոհաբերությունը ստեղծեցին պատմական հաղթանակի պայմանները սիրելի Իրանի համար։ Ոչ ոք չի կարող վերջնագրեր ներկայացնել Իրանին կամ իրանական ժողովրդին։ Ձեր երեխաները չեն բաց թողնի այս հնարավորությունը, մինչև լիովին չգիտակցեն իրենց հաղթանակը եւ չխախտեն պատերազմ հրադադար, պատերազմ չարաբաստիկ ցիկլը, նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կոնֆլիկտը հանգուցալուծելու շուրջ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցություններում միջնորդ երկիրը Պակիստանն է։ Կոնֆլիկտը հանգուցալուծելու շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի երկխոսությունը զգայուն հարց է։ Այդ տեղեկատվությունը տարածվել է Պակիստանի կառավարության միջոցով, որը հանգեցրել է վճռական եւ կառուցողական հաղորդագրությունների եւ բանակցությունների փոխանակման, որի մասին դուք քիչ առաջ հայտնեցիք մամուլին։ Խոսքը նուրբ դիվանագիտական հարցերի մասին է եւ դուք մեզ հանձնարարել եք կոնկրետ պայմանների պարագայում պահպանել գաղտնիություն, ասել է Ուիթքոֆը դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Իրանցիները ինձ առաջարկել են դառնալ նոր այաթոլլա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ոչ, շնորհակալություն, ես դա չեմ ուզում, նշել է նախագահը։ ԱՄՆ-ն քննարկում է Իրանում ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը եւ այն կարող է շուտով սկսվել։ Նման տեսակետ է հայտնել Wall Street Journal-ի լրագրող Ալեքս Ուորդը, հղում անելով կոնգրեսի 3 հանրապետականի։ Կոնգրեսի առնվազն 3 հանրապետական, այդ թվում ներկայացուցիչների պալատի եւ սենատի զինված ուժերի կոմիտեների նախագահները համոզիչ կերպով ենթադրում են. Իրանում ցամաքային գործողություն է պլանավորվում եւ կարող է շուտով սկսվել, ասել է Ուորդը։ Այսօր մարտի 27-ին մեկնարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտահերթ համաժողովը։ Համաժողովում 1000 պատվիրակ է ընտրվելու ու 3 օր շարունակ ուղիղ եթերի ռեժիմով ներքին ընտրություն է կայանալու։ Այսինքն ԿՊԱ-կան պատվիրակները գալու են ու ուղիղ եթերում ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն քաղաքացիական պայմանագրի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը։ Քվեարկությամբ կդասավորվի առաջինից մինչև վերջին համարը ու պատվիրակները կորոշեն, թե որ ԿՊԱ-կանն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը ու որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին։ Միայն այդ ընտրություններից հետո նոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ համագումար կանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ու կհայտարարի, թե ովքեր են քաղաքացիական պայմանագրի ցուցակի առաջատարները։ Եղանակը առաջիկա օրերին մարտի 28-ի գիշերը շրջանների զգալի մասում, 28-ի եւ 29-ի ցերեկը 30-ից 31-ը, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թացցյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Մարտի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է նաեւ քամու ուժգնացում 14-ից 17 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 28-ից 29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 5 աստիճանով։ Երևանում մարտի 28-ի գիշերը 29-ի երեկոյան 30-ից 31-ը, ապրիլի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 28-ի ցերեկը 29-ի գիշերն ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։